2026 թվականի հունվարի 1-ից։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կդառնա 18 ամիս։ Անկանխիկ գործակների դեպքում կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կտրամադրվի մինչեւ 20% հետվճար, գործող 12%-ի փոխարեն։ Աշխատանքային պայմանագրերը պարտադիր կնքվելու են էլեկտրոնային տարբերակով։ Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի մինչեւ 6 տարեկան լրանալը տրամադրվող 50,000 դրամ աջակցությունը կդառնա մշտապես գործող պետական նպաստ։ Ուժի մեջ կմտնի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որոշ խմբերի համար կվճարի պետությունը։ Քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի որոշ ընկերությունների։ Արտակարգ իրավիճակներում ահազանգելու համար պետք է այսուհետ հավաքել 112 համարը 911-ին, 102-ին, 101-ին հեռախոսազանգերը կհասցեագրվեն դրան։ Այս հեռախոսահամարների սպասարկումը աստիճանաբար կդադարեցվի։ Նախադպրոցական բոլոր ուսումնական հաստատություններում սննդի նոր նորմատիվ է ներդրվելու՝ միտված առողջ ապրելակերպի ամրապնդմանը։